Այն անգամ, որ հետ էինք գնում, տնոր էին խանուսարքում, չէին բացել, տնաս հիմա բացել են, մի հատ է կողքից են սարքել, ես իրամացա, ես իրամացա։ Անի, հլմտիկ դրամ այեմ նայքոս իշկան։ 3-4900 քանիս էր, չէ՞ բա։ Դրամ այեմ, անգլերենով գրի դրամ տոչկա այեմ։ Տաղոշի բնություն աղոնի շան, Եթե կարաս բան արա, փոխի բան, կուրսը մի 12-13, եթե կապով փոխը Թվերը փոխի։ Թվերը փոխի, մտնենք բան։ Давай айրոնա, սավոտը վիճակն է։ Սել իմ պապի բաղչեն է։ Ոտով ինչքան ենք եկե գնացել, այս ճամփեն ամառները։ Այրոն, հա, վիշեն վերևով մտնում ես։ Անել բաննա, ավտոլոված մանկենտրոնն է, հենա նայ, որ ասնես բանան են, ծայնք մեկենա, միջով կհասնենք արդար հետ։ Կլվասի են ծավիկներ են դանգել, այսին ավիտ։ Շենքերը սարքեցին, արդեն երևի հանձնել են դերել է, չէ։ Սնա նորություն։ Մեր վերջի զանգի վիպուսկները ստեղ են կարել։ Վերևը մի քիչ գնա։ Այն ուգլի վրա է, չէ։ Սա մեր 44 օրյա պատերազմի հերոսը, մեր հարևան, լավ հարևան։ Բանը, վերևան, քիչ էլ գնում ես այս է, սրա կողքն։ Հագա։ Այս է։ Քանիշը ծապարցում, կարող է վերևը։ Բաց է, բացավ է, սպագի։ Վերևը չին է, չէ խանութ։ Չէ, բա։ Ես ամյատը խանութ, բայց ծծախի չեմ ծախի աստր։ Պրոդուկտովի խանութ։ Պրոդուկտի է։ Սիրելիներս, ողջույն, բարի լույս, միանում եմ ձեզ արդեն, ինչպես հասկացաք հաջորդ օրը, եկել ենք Հայաստան, երեկոյան ժամը 10:30 հասել ենք տեղ, հյուրանոց ենք հարթել, հենք ենտեղ սահմանին, սենյակ, գիշերը, մեկ գիշերվա համար վճարել ենք 8000 դրամ, շատ հարմար, մաքուր, կոկիկ, լոգանք ենք ընդունել, պարկել հանգստացել, առավոտյան արթնացել, շուրջ վերցրել ու դուրս եկել։ Հիմա գտնվում ենք իմ ծննդավայր Այրում քաղաքում, եկանք բարձրացանք, որպեսզի ծաղիկ վերցնենք ու ծնողներից մոտ բարձրանանք, բայց որ շուտ է դեռ, խանութները փակ են, որոշեցինք իջնել մեքենան լվանան ու որպեսզի ժամանակ անցնի, մեքենան լվանա, բարձրանանք, ծաղիկը վերցնենք, գնամ ծնողներից տեսնեմ ու իջնենք, շարունակենք մեր ճանապարհը դեպի Արտաշատ։ Այս մի գիշերն էլ որ լավ հանգստացել եմ, երկու բիչեր համարյա նորմալ չեմ քնել, մի 2 ժամ,
Չնայած էլի կքնեի, բայց պետք է շուտ դուրս գային, դրա համար վաղ առավոտյան արթնացան ժամը 7-ին ու հիմա երևի արդեն 8:30 է, մի փոքր ավել, 9-ից 15 պակաս է պես, 15 րոպեից մոտավորապես խանութները կբացվեն։ Լիլիան մեքենայի մեջ է, էլի հոգնած, քնից արթնացել ենք, երկար ժամանակակաց չէր կարող քնել ու շատ ուշ ժամի եք քնել։ Դրա համար շունը տանում է։ Մենք մեզ սիրելիներս այդումին բոլոր ուղևորներին ևս ջերմ բարևներ սիրելիներս, բոլորից շատ սիրում և ամուր դրսում եմ։ Ոչ միայն այրումի, Հայաստանի դուրս, շնորհակալ եմ, որ մեր հետ եք, շնորհակալ եմ, որ հետևում եք, բոլորից շատ սիրում և գնահատում եմ։ Մեքենան լվաց, չորացնի ու գնանք։ Չէ չորացնելու, ուղղակի ժամանակ կա դեռ 10 րոպե։ Մեր այրումի ջուրը այնքան լավն է, ստեղ էլ ասացին, որ կարա չչորացնեք, ոչ մի հետ չի մնալու։ Բայց է վահան իր սովորության համաձայն։ Լավ դենստան մեքենան սպասեն։ Հան անդել թեզի ծառա, ես թուս կուտեի, եսա։ Ուղեղ գնալա, իսկ ես կասում։ Ես պալիքնիկան ամեր այրումի բուժարանն է։ Բաստեղ են ասվատարը։ Դժվար։ Այս նոր բան ուտարից չգիտեի։ Ուղեղ։ Հա, վան, այս ենց ուղեղ։ Չէ, վերջ ուղեղն է։ Այս կոչվում է թուրքի թաղ, դենց են ասում, թուրքեր են վաղ շատ են ստե։ Հա, լավերդին նոր անցամ, հենց նոր էլ Հենց սարնարին աղբեր, հենց ընդ խանութ որ կա մեծ սուպերմարկետը, դրա հողա 8000 դրամ Երևի 3 հոգուն էլ դրա համար 8000 2 հոգուն 5000 էր ասեց իշխանել Ադե չէ հյուրան բանով նայում ես ինտերնետով աղբեր 15, 20, 25 երևի նորմալ գաստրինիցիաներն են Դու գիրել է որ սիրում սարկածան դիշ դսից Չէ սաղի մեջ է բանա էլի նույնն են հացի խռի կողը էլ են հացի կող կա չէր դա Ինչ կա բա ինչ է սարում ռեմոնտի մեջ եք Ադու պրարաբ ես հա
Դու արդեն պրարավ ես, արդեն ստազը թրավակ իրախ էր։ Որ չեմ անում, երևի վաղա չեմ սյորում։ Կարող է Երևան Մերևան իջնես իսկանի վրա։ Հələ բան արա, մտածի իջի մերյան, դե բան կանենք, պարմանավորենք, էլի մի բան կանենք, դախվերկան իջնես մերյան, մի գիշեր կմնաս բան կանենք, կապի մեջ Ասենք 10 կիլո ձմերուկ ես արդում 1000 ռուբլի։ Այդտեղ 10 կիլո ձմերուկ սեզոնին 150 ռուբլի, հիմա 1000 ռուբլի։ Դե ասում ես էժան, էժան չի։ Հələ ստեք տենանք։ Դե բարձր է որ ստեղ էժան ալներ Հայաստանից։
Բաղարակ, տեսա, շողորդ կաները կարվում են։ Արա, այդ կային են բոքել այդ։ Չէ, քշի շուտ տուն հասնեի։ Այդ սիրուն արաբա այդ։ Հա, հետ գալուց։ Այդ գալուց էլ դե կակայքին է ժողովուրդը մտած վերջ արիֆիցորեն դաշտի վերանիցին։ Հետ գալուց են վերևն էլ էին կանգնել, ես մի կողմի վրա։ Ջերաշան գերունա։ Այս է լույս ծայքն է։ Որտեղ տեսա։ Հա, այն կոմանը նայն, այ կոկոշներ։ Այ կոմանը գալիս։ Այս քամոտ ցուրտ տեղ է ոսկոմ էր, հա, բայց իտո տենում ես բնությունը, ծաղիկները։ Ջեր մարդ զգում, որ հենա սիոնա դաշտերը, որ ամարա։ Ռանձրև, 16 աստիճան։ Ստեղ ինչքան աղա։ 18։ Ցուրտ է համարվում էլ, ես շատ ցուրտ է, միշտ քամի։ 30 կիլոմետր Երևան 84 կիլոմետր մնաց, այսինքն ժամկես, քան շատ տալիս 80 կիլոմետր ժամ 50 րոպե։ Հենան այս ախ կարմիր է։ Այս կողմն է սպիտակ ահա։
արդեն Արտաշատ։ Հապա, Երևանը արդեն երկում է։ Էպա, փողել մանրը, լավ դել մատնայեմ ինչ եմ անում պապ թապով գանք։ Ստեին ասում բարդ կրանում։ Տեստերել է սարքում ռեստորանները, որ բան եմ ների դու ասավ։ Հերոր ինչ-որ մուզիկա է, սայլուտ է, բան է, ոչ մեկ ինչ հանգար է։ 7 կիլոմետր մնաց Արտաշատից։ Այդ թագը։ Ինչ սիրուն ասրել ես է։ Նիֆիգա себе։ Շենքերի բաները, շենքեր չա։ Շենքերի բալկոններն ես ասում վահան որ կարդիչ։ Սարքել են առաջ։ Ոնց ուզում սարքում էր, էլ իրա սարքասնել են սարքում։ Արդ։ Ախպեր բալուս մի հատ է, լսի բանը, փողստը որդ եմ արում բան։ Որդ եմ անում որ շնորհմար։ Հաս քիչ եմ մանգել։ Արտաշատը, լճի մեջ չխոտա։ Սիցի։ Վալուկանը կաղարկ։ Հասել ենք տուն երեխեք ջան, կիսարս կրակը վառել է, խորոված ենք անելու, սե լողավազանն է, ջուր ենք լցնելու լողանանք, սա հաց ուտենք այգին, կնկարեմ ձեզ ցույց կտամ։ Սիրելիներս ողջույն, արդեն տանն ենք, Արտաշատում ենք, 4 ժամ առաջ հասել ենք տեղ, բավականին հոգնած ու ասեմ այնքան շոկ էր, 35-37 աստիճան, որ ուղղակի օդ չկա շնչելու։ Եկանք Սիտի, այնտեղից մթերային գնումներ արեցինք, որից հետո եկանք տուն, այստեղ խորոված ենք պատրաստել, դրսում նստել, վայելել։
Սուրճ ենք խմել, Վահանը գնաց իր ընկերոջը տեսնի, ես էլ Լիլիայիս հետ սեղանը հավաքեցինք, ամանները լվացինք, գնացինք պարկեցինք, մի փոքր հանգստանանք։ Քիչ առաջ Վահանը վերադարձավ, վեր գացա, սուրճ դրեցի, դրսում ընկերներով խմում են, Լիլիաս դեռ պարկած է, ես էլ մեր այգում եմ սուրճ վայելում ու ուզում եմ եւ սուրճ վայելեմ եւ ձեր հետ շրջեմ, ցույց տամ մեր այգին էստեղի, մրգերը, բարիկները, վստահ եմ ձեզ համար հետաքրքիր է լինելու, իմիջիալոց տեսնում եք մազերս, այդպես էլ չներկեցի, որովհետեւ վախենում էի մազաթափության համար, բավականին կանգ է առել, մազաթափությունը այդպես կատաղած չի թափվում, դրա համար մտածեցի ավելի լավ է առայժմ թողնեմ, երբ որ վերջնականապես կկանգնի մազաթափությունը, այդ ժամանակ կներկեմ, մազերս լավ սպիտակել է։ Հա, Վահան։ Վահանը տեսնեմ ինչ ասում։ Այ, սենց գեղեցիկ այգի ունենք, սիրելիներս, լի ծառերով, բերքով, գալուն պես կողքի հարևանը Տիկին Լյուբան, սկիսուրիս մոտիկ ընկերուհին, հարևանուհին, ում հետ ինքը միշտ առավոտները սկսել է սուրճով, լավ հարևանուհիներ են եղել, իրար հետ կապված, մի խոսքով, դեռ տուն չենք հասել, մեծ տոպրակով դեղին գիլաս, կարմիր գիլաս, փոխանցեց, դեղց, բերեցինք սուրճի հետ վայելեցինք, այստեղ վարդի մեծ ծառ է, սպիտակ, Կիսրարը սիրում է ծաղիկներով զբաղվել, աճեցնել, իր հոբին է, մի ժամանակ ավելի շատ էր, հետո որ երկար ժամանակ Ռուսաստանում մնացին, այդպես չորացել է, բայց փորձում է վերակենդանացնել վերջին 2 տարին, որ այստեղ է, այստեղ դաղց է, այնտեղ թուզ, այստեղ յասամանի ծառ է, իսկ այստեղ էլ ինչ ունենք, ունենք այսենց հավես թզի ծառ, վայք ինչքան է վրայի բերքը, այստեղ չենք լինելու, երբ հասնելու է, բայց այս նուշի ծառը, որ ունենք, շատ մեծ ծառ է, բավականին մեծ, փռված, նայեք, ինչքան մեծ է, այսենց ամբողջությամբ բարձր ծառ է ու այնքան էլ վրան բերք կա, Իսրարս այս տարի ուղարկելու է մեր համար, ասեց կուղարկեմ, նայեք, այս էլ մեր նուշի ծառը, գնանք առաջ երեխեք ջան, այստեղ ևս ծաղիկներ են, ամենուրեք ծաղիկներ են, անենց հավես մշակել է, բակ, այստեղ շուտահաս գիլաս է, որը որ վերջացել է, չենք հասցրել գանք վայելենք, այստեղ ռեհան է ցանել, կարտոֆիլ, լոլիկ, այստեղ սալոր է երևի, իմ սիրած մրգերից մեկը, այստեղ էլ խնձորի ծառեր, տարբեր տեսակի, տարբեր սորտի, օգոստոս-սեպտեմբերին է հասնում, սիրելիներս, այստեղ էլ ունենք պոպոկի մեծ ծառ, ընկույզի, վերջին անգամ 2020 թե 19 թվականին էինք այստեղ, ու այն ժամանակ էինք եկել տարվա, որ արդեն հասել էր, ընկույզը, որ կլպվում է, ես այդ ժամանակ եմ շատ սիրում, այնքան էի կերել, ձեռքերս բերանս լրիվ սևացել էր, շատ եմ սիրում, անում ապնվում է վրայի կեղևը, էլ չեմ սիրում, այն կլպվելու ժամանակ եմ սիրում, մեր մոտ էլ թարսի պես չկա, գնանք առաջ սիրելիներս, հա, իմիջիալոց այս ընկույզի ծառը, շատ հետաքրքիր պատմություն ունի, Վահանն այսօր պատմել, ասում է մեր հարևանը, ընկույզ է բերում ու դնում իրանց բակում խոշոր 2 հատ ընկույզ, ագրաբը վերցնում է, տանում ու գցում է, չէ, ինքը ներքև, որ ջարդվի ու ինքը վերցնի ուտի, այդպես գցում է ու այս ծառն է,
դուրս գալիս։ Մի խոսքով էս ընկույզի ծառը ագրավի ձեռքի գործն է։ Ագրավն է տնկել։ Այդպիսի հետաքրքիր պատմություն սիրելիներս։ Այստեղ եւս խնձորի ծառ է։ Այս էլ ուրիշ սորտ է։ Այստեղ էլ է խնձորի ծառ։ Կարմրաթուշ խնձորներ կան վրան։ Այստեղ էլ խաղողի վազներ են, վրան լավ բերք կա։ Այս խաղողի համը ես տեսել եմ, շատ համեղ խաղող է, խոշոր։ Մի քանի տեսակի սորտեր են, շատ համեղ, յուրահատուկ համ ունի այս խաղողը։ Նայեք, պատկերացնում եք, որ հասնի ինչ մեծ ջիթեր է լինելու։ Այսպես աղջիկներ ջան, գնանք առաջ։ Խաղողի վազը միջև այնտեղ գնում է, երկարությունը, այստեղ եւս խնձորի ծառեր են, սրանք չեն իմանում, կիսարս նոր է տնկել, սա մայիսյան տանձ է, նայեք, այդպես է կոչվում, բայց դեռ խակ է, մտածում ենք կհասցնենք, կհասնի, կվայելենք, կհամտեսենք, բայց դեռ խակ է։ Այստեղ եւս խնձորի ծառեր են։ Այստեղ ունենք այս sense համեղ չեմ իմանում սալորա թե ինչա գրեք մեկնաբանություններում, բայց որ լավ այսպես ծառը կոտրատվում է, նայեք ոնց է բռնած։ Ափսոս որ այստեղ չենք լինելու, հասնելու ժամանակ եւ կուտեինք եւ կոմպոտ կանեինք։ Այս ծառը եւս չգիտեմ ինչի ծառ է աղջիկներ ջան։ Այս էլ է խնձորի ծառ, այնտեղ էլ են խնձորի ծառեր։ Ու նայեք ոնց են sense կոտրատվում։ Լավ ռայ բերքը։ Մեր մոտ էլ է խնձորը այս տարի լավ բռնած սիրելիներս։ Նայեք ինչքան է բռնած։ Շատ համեղ խնձոր է, այս բոլոր, այգու բոլոր խնձորի համերը ես տեսել եմ։ Այստեղ կիսրարս ցանել է ձմերուկ, կամ ձմերուկա կամ սեղ, չգիտեմ, ասեց չեմ հիշում, երևի ձմերուկ է։ Այստեղ եւս ձմերուկ է սիրելիներս, նայեք, այս ինչ փոքրիկ ձմերուկներ կան, նայեք, այս համեղությունը Վահանն ասում է քաղենք, այստեղ մի քանի բանկա մուրաբա պատրաստի մեր հետ տանենք։ Շատ քաղցրահ համով։ Ընտիր։ Այստեղ էլ են խնձորի ծառեր։ Այսպես, սրանք չգիտեմ ինչի ծառեր են սիրելիներս։ Այստեղ գիլաս է։ Վերջերս է տնկել։ Դդում սեղ գնանք առաջ այստեղ էլի տանձի ծառ է նայեք վրան ինչքան կա այստեղ էլ է խնձորի ծառեր ու հասնում ենք ծիրանի ծառին Այս էլ է տանձի ծառ, սիրելիներս, այս էլ ուրիշ սորտ է, տանձի։ Այս մի կողմն է բռնած ծառը, մյուս կողմից այդքան չէ, բայց նայեք ծիրանի ծառը, ինչքան բերք կա վրան։ Այս են ամենաանտիր ծիրանն է, շալախ տեսակի ու ծառերը բառիս ամենաբուն իմաստով սենց կոտրատվում են, ջարդվում են, նայեք այստեղ։ Տեսնում եք։ Ինքան բեր կա ծառի վրա, որ ճյուղը կոտրվել է։ Իհարկե դեռ չի հասել, կիսրարս ասում է 2 օրից արդեն կհասնի, բայց կիսախակ վիճակով այդպես կքաղենք, կհասցնենք տեղ։ Լրիվ հասած չի երեխեք ջան, բայց շատ քաղցր է։
ամբողջ ճանապարհի երկայնքով ծիրան են վաճառում, արդեն սեզոնը սկսվել է։ Երևի սենց էլ քաղում են ուղարկում են Ռուսաստան, կիսահաս վիճակում, որ հասնի տեղ։ Այնտեղ նայեք։ Բասը հրաշք չի։ Իլյաս գալիս քաղում, տանում լվանում, նստում, դրսում, նստում, վայելում է։ Այս էլ է ծիրանի ծառ, վրան մի քանի հատ կա, մի քանի տարի առաջ է կիսրարս տնկել, ես չեմ իմանում ինչի ծառ է, ու այսպես սիրելիներս։ Այս էլ է խնձորի ծառ, շատ հետաքրքիր ծառ է միջելեց, մի կողմի վրա, թեքված։ Այստեղ էլ ունենք լոբի, սարի լոբի։ Նայեք ինչքան է բարձրացել, ծաղկած է, բայց դեռ վրան բերք չկա։ Ուզում եմ այստեղից կանաչ լոբի գնեմ, մի 5-6 կիլո հետս տանեմ, դնեմ սարցախից ծմռան համար։ Այստեղ էլի խաղողի վազ է, վրան լիքը բերք ու իմ ամենասիրած մրգերից մեկը, որը արդեն հասել է ու արդեն գալուն պես հասցրել ենք վայելել։ Դեղցի ծառ ծիրելիներս նայեք։ Այս էլ մեր գեղեցիկ բերքառատ մշակված այգին։ Տեսնում եք կիսրարս ոնց է մշակել, մի հատ ավել խոտ, թուփ, ոչինչ չկա, ամեն ինչը տեղը տեղին, արված, դրված։ Տան մյուս կողմն էլ փողոցի կողմից ձեզ ցույց կտամ հետագա վլոգների ընթացքում։ Շատերը մտածում են ես Վանաձորից եմ, ուզում եմ մի փոքրի մասին պատմել նոր միացող հետևորդների համար, ու այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, ես Տավուշի մարզից եմ, ամուսինս Աղարատի մարզից, հենց Արտաշատ քաղաքից, գյուղից չէ, հենց քաղաքից է։ Գիտեմ, որ Արտաշատից էլ ունենք շատ հետևորդներ, ուզում եմ բոլորին ողջունել և շնորհակալություն հայտնել, որ հետևում են, դնում լայքեր, միշտ գեղեցիկ մեկնաբանություններ են թողնում, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Եկեք այս վարդերն էլ ձեզ ցույց տամ։ Մինչև խոր աշուն սիրելիներս այսպես ծաղկում են։ Այստեղ կարմիր վարդեր են, այստեղ էլ սպիտակ, նայեք ինչքան կոկոն կա վրան։ Բակում ունենք նաև թոնիր, վերջին անգամ երբ որ եկել ենք, խորոված ենք պատրաստել, տարբեր տեսակի համեղություններ ու համը յուրահատուկ, թոնրի մեջ պատրաստված ամեն ինչ, համը մի անգամից, անգամ եթե չիմանաս, որ դա թոնրի մեջ է պատրաստված, համից մի անգամից դա զգացվում է, յուրահատուկ է պատրաստվում։ Քանի որ շտապում էինք, մաղալի վրա ենք խորովածը պատրաստել, բայց մինչ հետ վերադառնալը անպայման թոնրի մեջ խորոված կպատրաստենք ու կվայելենք։ Դա ես էլ կնկարեմ, ձեզ էլ մասնակիցը կդարձնեմ, սիրելիներս, այնպես որ եկեք այսօրվա վլոգը այսքանով սահմանափակենք, շարունակությունը արդեն կտեսնեք հաջորդ վլոգում, երբ որ ձեր հետ խոսում էի, Վահանը եկավ ու ընդհատեցի նկարահանումը ու որոշում ենք, թե վաղը ուր ենք գնալու պլանները, որոշել ենք գնալու ենք Երևան ու թե ինչի համար ենք գնում սիրելիներս, դա կիմանաք հաջորդ վլոգում, կարող եմ խոստանալ, որ հաստատ հետաքրքիր է լինելու, այնպես որ շատ հեռու մի գնացեք, մնացեք մեզ հետ, որպեսզի տեսնեք ուր ենք գնում, ինչ ենք անում, շատ կարճ ժամանակով ենք եկել, բայց խիստ սահմանափակ գրաֆիկով, հուսանք ամեն ինչ
կհասցնենք։ Շնորհակալ եմ մեր հետ մինչև վերջ լինելու համար աղջիկներս, կներեք, որ մեկնաբանություններին չեմ պատասխանում եւ որ կվերադառնամ Ռուսաստան, այնտեղ ավելի ազատ ժամանակ կունենամ եւ անպայման կպատասխանեմ բոլորիդ մեկնաբանություններին։ Այստեղ ուզում եմ ավելի շատ վայելել, հանգստանալ, նաեւ նկարել, որպեսզի հիշողություն լինի, նաեւ ունենամ ինչ-որ մատերիալ, նկարած ձեզ ներկայացնելու համար։ Իսկ մեկնաբանություններին կանդրադառնամ մի փոքր ավելի ուշ։ Իմ մոտ անպատասխան մեկնաբանություն չկա։ Հնարավոր է ուշ պատասխանեմ, բայց անպայման պատասխանում եմ։ Շնորհակալ եմ մինչև վերջ հետևելու համար։ Լավ մնացեք։ Ձեզ օրվա հիանալի շարունակություն, լավ տրամադրություն։ Կհանդիպենք շուտով հաջորդ վլոգում։ Առայժմ